Հարց է առաջանում, այդ ինչ նույնական գործողությունների համար են, որ Նիկոլն ու Ալիևը կարող են ստանալ միևնույն մրցանակը։ Ես այդ հարցին կպատասխանեմ։ 2018 թվականից սկսած Նիկոլն ու Ալիևը ձեռք-ձեռքի բռնած կարողացել են կործանել Արցախի Հանրապետությունը, դուրս թողնել Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային հարթակներից, սպանել 5000 հայորդու, գերեվարել մի քանի տասնյակ հայերի, խոշտանգումներով նրանց սպանել Բաքվի բանտերում, գրավել Հայաստանի ինքնիշխան տարածքի ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնել, սովամահ անելու միջոցով գաղթ կազմակերպել 150 000-ից ավելի արցախահայերի, անարգել եռաբլուրը, ծաղրել բոլոր զոհված հերոսների հիշատակը, քանդել Հայաստանի բանակը, ծաղրել գլխավոր շտաբը, հայ զինվորին, կալանավորել զոհված զինծառայողների ծնողներին, կալանավորել սրբազանների եւ այս ամենը իհարկե Նիկոլի տիրոջ Ալիևի բարձր հովանու ներքո։ Կասեք, բա երրորդն ուր էր, ամենակարևորը։ Կասեմ, ներկա չէր կարողացել գտնվել, բայց կնոջ հետ միասին մեզ բոլորիս ծաղրելու ու նվաստացնելու շնորհավորանքը էկրաններից ուղարկել էր։ Որպեսզի ազգային նվաստացումը լինի ել ավելի ցցուն եւ ողջ աշխարհին տեսանելի, Նիկոլը, Ալիևն ու Էրդողանը կազմակերպեցին այնպես, որ հայ ռազմագերիների ՑՄԱ դատապարտվածության լուրը եւ իրենց համատեղ մրցանակի լուրը տեղի ունենան միաժամանակ։ Ընդ որում, մրցանակաբաշխության խորհրդանիշը շատ խորհրդանշական է։ 2 տերև մի ճյուղի վրա։ Էրդողանի 2 ճյուղերը՝ Նիկոլն ու Ալիևը անխոչնդոտ եւ առանց որևէ վերապահումների կատարում են թուրքական աշխարհի բոլոր երազանքները, ոչնչացնելով հայ ժողովրդին եւ հայկական պետականությունները։